Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ։ Ես այսօր չեմ ուզում հիմա արձագանքեմ ընդդիմության տարբեր թեզերին, մեղադրանքներին, ուրեմն հորինած պատմություններին, որովհետև ես կարծում եմ, որ մեր ընդդիմադիր ուժերը վաղուց արդեն մոլորվել են ժամանակի եւ տարածության մեջ եւ ուրեմն կրկին շարունակում են նույն խոսույթը, որը մենք լսել ենք այս 5 տարիների ընթացքում եւ էլի դահլիճը դատարկ կա եւ մենք ստիպված ենք ուրեմն խոսել աթոռների հետ, ընդդիմությունը փոխվել է, աթոռները նույնն են եւ մենք ուրեմն շարունակում ենք էլի դատարկ դահլիճում ելույթներ ունենալ։ Ես ուզում եմ խոսել, ես ուզում եմ որ միասին խոսենք եւ մեր քաղաքացիների հետ խոսենք։ Այս դահլիճում շատ է հնչում այն խոսույթը, որ դե չկա հանրային համերաշխություն, հասարակությունը բևեռացված է եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց միակ բևեռացված խումբը եւ կողմը, որ գոյություն ունի առհասարակ, դա այսօր գործող ընդդիմադիրներն են, խորհրդարանում հայտնված, մեզ բոլորիս հայտնի ճանապարհով հայտնված ընդդիմադիրներն են։ Այդ նրանք են բևեռացված եւ այդ նրանք են, որ այսօր չունեն համերաշխություն մեր ժողովրդի հետ։ Եվ այստեղ եկել խոսում են, ասում են պետությունը ուժով պարտադրում է իր քաղաքականությունը։ Խոսում են մարդիկ, որոնք վախի մթնոլորտի, քաղաքական սպանությունների եւ այլնի միջոցով ստիպել են ձևավորել մի հանրային համերաշխություն, որը ձեռնտու է իրենց։ Ստեղծել են մի ճարտարապետություն, որի վրա իրենք կառուցել են իրենց ապօրինի գույքը, թալանը, հարստությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ նրանց գիտեք ինչը ամենաշատը դուր չի գալիս, իրելի քաղաքացիներ, դուր չի գալիս, այո, այս եւ նախորդող բոլոր կառավարության ծրագրերը, որովհետեւ այս կառավարության ծրագրերը քանդում են այն ճարտարապետությունը, որի վրա նրանք ապրել են, որի վրա նրանք գոյատևել են եւ այլն եւ այդպես շարունակ։ Նրանք ուզում են վերականգնել, հետ բերել են նույն հանրային համերաշխությունը, որը որ կար իրենց ժամանակ, սիրելի քաղաքացիներ։ Երբ որ դուք բոլորդ, ներողություն, մենք բոլորս համերաշխ էինք, որ կարելի է քանդված այս ճանապարհներով գնալ, չգիտեմ, Հայաստանի տարբեր գյուղեր։ Մենք բոլորս ինչ որ մի պահի տասնամյակներ շարունակ համերաշխ ենք եղել, որ մեր երեխեքը ցեխի մեջով գնան դպրոց։ Մենք բոլորս, սիրելի քաղաքացիներ եւ ընկերներ, մենք բոլորս համերաշխ ենք եղել, որ կաշառքով գործի տեղավորվենք, դիպլոմ առնենք, հետո ծանոթով գնանք գործի տեղավորվենք։ Այս հանրային համերաշխությունն են ուզում վերականգնել այս մարդիկ։ Հիմա մի հատ նոր բան էլ կա, որ փորձում են արմատավորել, ուզում են համերաշխություն ձևավորել հարցի շուրջ, որ կաթողիկոսը կարա երեխա ունենա։ Ուզում են համերաշխություն ձևավորել, ուզում են ազգային համաձայնության հասնել այս հարցի շուրջ։ Այսենց ուզում են ազգային համերաշխության հասնել։ Ոնց որ եկել են կտրիչի, ուրեմն իրավունքներն են պաշտպանում այստեղ այս մարդիկ, նախորդ խորհրդարանում էլ հիշում էինք Ղարաբաղի դրոշներն էին բերել այստեղ դրել, իբր Ղարաբաղի պաշտպաններն են, ուրա մի շաբաթում գնացին, լուծարեցին Ղարաբաղը։ Մի շաբաթ հիմա եկել են կտրիչին են պաշտպանում, տենանք կտրիչի ճակատագիրը ինչա լինելու, էլի կտրիչն էլ անգել իրանց ձեռը հիմա։ Այս հանրային համերաշխությունն են ուզում այս մարդիկ, ուրեմն վերականգնել, ուզում են էլի վերականգնեն այն համերաշխությունը, որ կարա երկրի ղեկավարը ոչ թե սաղմոսներ ասի, այլ անգամ հայրմերը չիմանա։ Ուզում են վերականգնեն այդ, որտեղ իրանք դիվահարվում են ամեն անգամ, սարսափում են, խառնվում են իրար, սաղմոս են լսում, խառնվում են իրար, որովհետև իրենց հոգևոր առաջնորդը դժվար թե կարողանա իրար հետևից մի 3-4 հատ սաղմոս ասի, սահուն կերպով։ Հանրային համերաշխություն են ուրեմն ուզում ձևավորել նաև ապօրինի գույքի շուրջ։ Ոնց որ այն ժամանակ էր։ Մենք համերաշխ էինք, կներեք, բոլորս էլ համերաշխ էինք, որ դե Քոչարյանն է, բա ոնց ունեցված չունենա, դե Ծառուկյանն է, բա հարուստ պետք է լինի, դե Սերժ Սարգսյանն է, բա հարուստ պետք է լինի։ Այս համերաշխությունն են ուզում վերականգնել։ Մի հատ էլ ընդդիմադիրներից Քոչարյանի դաշինքից մեկը եկել է, ասում է, ինչու եք ապօրինի գույքը մահակ դարձրել ընդդիմադիրների հետ հարաբերություններում։ Հələ մի րոպե։ Այդ ընդդիմադիրներին ու որտեղից է ապօրինի գույքը, որ մի հատ էլ եկել եք ստեղ ասում եք, որ մահակ եք դարձրել մեր գլխին այդ ապօրինի գույքը։ Այդ որտեղից ձեզ այդ ապօրինի գույքը։
Այ քեզ բան, հիմա եկել են ուզում են ուրեմն համաձայնություն ստեղծեն, համերաշխություն ձևավորեն այս հարցի շուրջ։ Եվ ուրեմն հակադրվում են այն ճարտարապետությունը, որը քանդում է նախորդիվ եղած հանրային ճակերտավոր համերաշխությունը եւ չեն ուզում, որ մեր ժողովուրդը համերաշխ եւ համաձայնություն ունենա այս եւ նախորդիվ բոլոր կառավարության ծրագրերի շուրջ, իրական Հայաստանի շուրջ, Հայաստանի Հանրապետության քարտեզի շուրջ, որովհետեւ մենք նաեւ այս դահլիճում, պարոն վարչապետ, ոչ մեկ անգամ ընդդիմադիրներին հարցրել ենք, որքան է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրերով, այս մարդիկ չեն ասում։ Ընդհանրապես չեն ասում, անգամ ավելի հեռուն են գնում Քոչյանի դաշինքի ներկայացուցիչները։ Ասում են չենք ասի քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն սա ի՞նչ է նշանակում։ Սրա միտքը ի՞նչն է, ես ուզում եմ հասկանամ այս ընդդիմադիրների։ Ինչ են ուզում սրանով ասած լինել։ Եվ մեր ասածը մեկն է, սիրելի քաղաքացիներ, մեր ասածը հետևյալն է. գլխավոր հանրային համերաշխության առանցքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Եվ այն համերաշխությունը, որը իրենք ձևավորել էին նաև սահմանադրության շուրջ, մութ պատյեզներում, զրուցարաններում, իրենց գրասենյակներում գրված եւ ընդունված սահմանադրության շուրջ այդ համերաշխությունը, որ ձևավորել էին, հիմա էլ պայքարում են, որ այդ ճարտարապետությունը վերջնականապես չքանդվի, որ իրենց դատավորներն ունենան իրենց համապատասխան տեղերում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանրային համերաշխության առանցքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության պետության հիմքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Պետականա կենտրոն, պետականա սեր, պետականա տենչ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ այո, այս սահմանադրության ընդունումն է, որ պետքա, նոր սահմանադրության ընդունումն է, որ պետքա դառնա մեր բոլորի հանրային համերաշխության առանցքը, եթե կուզեք, մեր բոլորի քաղաքացիական պայմանագիրը, որով որ մենք պետքա ապրենք, զարգանանք, ուրեմն մեր Հայաստանի Հանրապետությունում, մեր ավետյաց երկրում։ Եվ ամփոփելով, սիրելի ժողովուրդ, սիրելի գործընկերներ, մենք, սիրելի քաղաքացիներ, առաջիկա 5 տարիներին լծվելու ենք այս ծրագրի իրականացման գործին եւ մեր պետությունը դարձնելու ենք նոր որակի պետություն։ Ապահովելու ենք մեր քաղաքացիների բարեկեցությունը, ապահովելու ենք մեր պետության անվտանգությունը, սահմանների անձեռնխելությունը, որովհետեւ ինչպես բազմիցս ասել ենք, մենք այլ հայրենիքներ փնտրելու կարիք չունենք, մենք հասել ենք մեր ավետյաց երկիրը, մեր Հայաստանի Հանրապետությունը եւ կեցե Հայաստանի 4-րդ Հանրապետությունը։ Շնորհակալ։ Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք կառավարության 2026-31 թվականների ծրագիրը եւ ես իհարկե չեմ կարող այս քննարկման ընթացքում չհիշել կառավարության 2021-26 թվականի ծրագրի ընդունման քննարկումները, հետո դրանից հետո հնգամյա քննարկումները, որոնք որ մեզ բերեցին այս հանգրվանին եւ այս հանգրվանում իմ կարծիքով ամենաառանցքային տարբերություններից, նորություններից մեկն է նա, այս ծրագրի քննարկման, որ մենք ըստ էության դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո խաղաղության պայմաններում, սա ըստ էության առաջին կառավարության ծրագիրն է խաղաղության պայմաններում, երբ որ մենք ունենք խաղաղություն եւ մենք քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը։ Եվ սա շատ կարևոր նորություն է, որ մենք ըստ էության այլևս գոյաբանական էգզիստենցիալ ճգնաժամերի հրամայականով չենք ապրում եւ մեր ժողովրդին հիմա մատուցում ենք զարգացման օրակարգ։ Եվ այստեղ է, որ մենք բախվում ենք կրկին մեր ընդդիմության գլխավոր բաներից մեկին, պրոբլեմներից, կոմպլեքսներից մեկին, որովհետև մեր ընդդիմությունը միշտ
պատկերացնում է իր ինքնության մեջ եւ իր մեր ժողովրդին հրամցրած պատկերացումները, որ մեր ժողովուրդը Հայաստանը պետք է անընդհատ լինի գոյաբանական կռվի մեջ, որ մենք ի վերջո չպետք է հասնենք մեր այսպես նվիրական երազանքների պետությանը եւ այդ մեր նավը մշտապես պետքա փոթորկոտ ծովի մեջ բան, չէ, հիմա տրենդային է Նոլանի Ոդիսևսն է, չէ, հիմա կինոթատրոններում, որ մենք պետքա Ոդիսևսի պես անընդհատ տարբեր օտար ափերում մեր նավը պետքա մոլորված լինի, մենք պետքա կռիվ տանք կիկլոպների հետ, կիկլոպների պակաս չկա, քաղաքական եւ այլն, այսօր առավոտվանից նաեւ մենք տեսնում ենք քաղաքական կիկլոպության թալանի եւ մնացած դրսեւորումների վերաբերյալ բաներ։ Պետքա ընդհանուր գնանք միջև բան, անդրաշխար Հադեսի թագավորություն հետ գանք։ Այսինքն ամբողջը Ոդիսևսի բանի ճամփորդությունների եւ տառապանքների գնով չհասնենք մեր երազանքների բան, Իթաքեն։ Մեր երազանքների այս դեպքում Հայաստանը, որին որ մենք այսօր հասնում ենք, հասել ենք։ Եվ մենք հասել ենք, այո, այդ մեր ավետիած երկիրը, որի հետ խնդրեմ ունի ընդդիմությունը, որովհետև չի ճանաչում այդ ավետիած երկիրը, որովհետև ինքը ուրիշ երկիր է ճանաչում։ Եվ նորից, երբ որ այսպես վերհիշում եմ մեր քննարկումները, այդ թվում ապաշրջափակման մասին, որովհետև շատ ենք չէ՞ քննարկում ապաշրջափակումը, թրիփը, սահմանների բացումը։ Ի վերջո, սահմանների ապաշրջափակումից առաջ մենք անցել ենք մի ուրիշ ապաշրջափակման միջով։ Գաղափարապես ենք ապաշրջափակվել։ Հնարավոր չի սահմանները բացել առանց միտքը բացելու։ Եվ այս մեր քննարկումները նաև այդ մասին են։ Եվ ես հիշում եմ, որ այս գաղափարական ապաշրջափակման հետաքրքիր տրագիկոմեդիկ դրսևորումներից մեկը, որ եղավ 2022 թվականն էր, եթե ճիշտ եմ հիշում, երբ որ վարչապետը խոսեց Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի մասին, մի շարք քաղաքացիներ ընդդիմության դրդմամբ դուրս եկան փողոց եւ եկել էին այստեղ Բաղրամյան պողոտա, որովհետեւ նրանք շոկի էին ենթարկվել այն փաստից, որ Հայաստանի միջազգային տարածքը այդքան է։ Եվ հասկանում եք, այդ գաղափարական ապաշրջափակման շոկային թերապիայի պես մի բան էր, որ ակնհայտը մարդկանց ենթարկել էր շոկի, որովհետեւ այո, մենք այսօր էլ այդ խնդիրն ունենք, որովհետեւ այնքան է մեր ընդդիմությունը մեզ, մեր ժողովրդին բոլորիս տասնամյակներ շարունակ կերակրել այդ երևակայական հայրենիքի պատկերացումներով, որ մենք այդ իրական Հայաստանը շատ դեպքերում մարդկանց համար ընկալվում է որպես օտար մի բան։ Եվ այսօր, երբ որ վարչապետը երեք խոսում էր այստեղ Դավալուի մասին, այսօր Աղվան Վարդանյանը եկավ եւ նայեք ինչ է ասում։ Նախ մի ուրիշ բան, որ Ռոբերտ Քոչյանի թիմակիցները հիշում են Վազգեն Սարգսյանին, դա մի հատ ուրիշ պատմություն է։ Բայց ասում է Վազգեն Սարգսյանը Դավալու ասում էր հայերեն։ Միայն դաշնակցական մտքի մեջ կարար այս բանը ծնվեր, հասկանում ես, այս հիմնավորումը հասկանում եք, Դավալու ասում էր հայերեն, այսինքն դաշնակցականի, որովհետև պարոն Վարդանյանն իհարկե ֆորմալ դաշնակցական չէ, բայց դա կարևոր չէ։ Որովհետև միայն իր ուղեղում ինքը միշտ կարելի է միշտ բացատրել, հիմնավորել, որտեղ որ պետքա ասել, որ այո Դավալուն հայերեն է, որտեղ որ պետքա ասել, չէ, ոնց Դավալուն թուրքերեն է։ Եվ էսա որ այսինքն եթե իրենց քաղաքական մերկանտիլ նպատակների համար է, իրենք խնդիր չունեն այս բառերի հետ, հասկացությունների հետ։ Ես հիշում եմ, որ այսինքն հիմա էլ կա Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունը կոչվում էր Քյոլանլու։ Քյոլանլու։ Իր ներկա անունը, որը փոխվել է հիմա, կոչվում է Գրիբայեդով։ Սա օրինակ այսինքն հին անունը Քյոլանլուն է, որ նոր անունը փոխվել է Գրիբայեդով։ Սա դաշնակցական աշխարհընկալման օրինակ լավագույն կոմֆորտի պայմանն է, կամ Քյոլանլու կամ Գրիբայեդով։ Նա այս ճաշակի ժամանակաշրջանի քաղաքական նախընտրության իրեն կարան այստեղ բան անեն, նավարկեն այս հասկացությունների շուրջ, հասկանում եք, որ պահին որ պետք է իրենք կասեն Քյոլանլու, որ պահին որ պետք է կասեն Գրիբայեդով։ Բայց հայերեն, իրանց դեպքում երկուսն էլ հայերեն է, որովհետև այդ նույն աշխարհընկալման մեջ, որտեղ որ Կտրիչ Ներսիսյանը վեհափառ է, նույն աշխարհընկալման մեջ Դավալուն հայերեն է։ Այդ նույն աշխարհընկալման մեջ է, որ Քյոլանլուն եւ Գրիբայեդովը նորից հայերեն են։ Բայց ոչ մի բան, որ իսկապես հայերեն է, հայերեն չի իրանց համար, որովհետեւ իրական Հայաստանը իրական չի իրենց համար։ Էս է ամբողջ խնդրեմը։ Եվ իրենք այս ամեն ինչը կառուցում են ինքնության վրա։ Ասում են մենք դուք մեզանից գողանում եք մեր ինքնությունը։
Դուք ուրանում եք մեր ինքնությունը։ Հիմա էլ ատոմակայանի բանով են, ախտով են տառապում։ Ես չեմ զարմանա, որ հեսա մի ելույթների լինեն, ասեն դուք ուրանում եք ատոմակայանը։ Մեզանից գողանում են ատոմական, ո՞նց էին ասում, մեզանից գողանում են ուրանում են Արարատը եւ ատոմակայանը։ Քաղաքական անհեթեթության այս բաների մեջ ես ասում եմ, ընդդիմությունն ինքն էլ խառնվել է այդ պրոբլեմատիկայի մեջ, որովհետեւ չեն կարող հասկանում եք Հայաստանում բացվում է արհեստական բանականության գործարանը եւ փակվում է ընդդիմության բնական բանականությունը, որը որ մեզ տասնամյակներ շարունակ պահել է այդ անցյալի անընդհատ կրկնվող այդ փոცხի վրա, որ ամեն անգամ գնացել ենք, կանգնել ենք այդ փոცხի վրա եւ հետևանքը միշտ այդ հարվածի կրել են, իրանք չեն կրել այդ հետևանքը միշտ կրել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Իրանք էլ գնացել են սիրուն իրանք համար Արարատը եւ այն մնացած ամեն ինչը մոնետիզացրել են, գնացել են Հայաստանի ազատագրության նվիրական երազանքներով մարդկանցից փող են հավաքել, ու երբ որ Հայաստանը իսկապես ազատագրվել է, Հայաստանը ունի անկախ պետականություն, իրանք հայտնվել են ճգնաժամի առջև։ Ոնց, բա հիմա ինչով մենք պիտի զբաղվենք։ Ու հիմա իրանք զբաղվելու բան չունեն։ Ու դրա համար պատրաստ են ցանկացած հիմարություն հիմնավորել։ Ու ես օրեր առաջ, երբ որ այստեղից խոսում էի Նորից Կտրիչ Ներսիսյանի մասին, որ ասում էի զավակ ունի։ Նարեկ Կարապետյանն ասում է, հա ինչ, Գրիգոր Լուսավորիչն էլ զավակ ուներ։ Եվ Տիկին Ղազարյանի նաև ելույթի ժամանակ առաջինը դա ասեցին, հետո կրկնեց ինքը։ Մեկը չասեց, լսի, ես ինչ ես ասում։ Որովհետև դե այդ պահին երևի այդ ասողն էլ չգիտեր դա։ Որովհետև ինչ որ մեկը իրանց ասում է, չէ՞։ Մեզ ասում են անընդհատ էլի այս բանում, այս քննարկումների ժամանակ ասում է, դուք հայտարարել եք, վարչապետը հայտարարել է, որ դուք մնացել եք 7 տարի մնացել եք նույն դասարանում եւ այլ, այսինքն լավ ինչքան կարելի է չհասկանալ այս ուղերձը։ Մարդ, ասում է, մի հատ տենց բան կա, չէ՞, միտքը ասում է, հնարավոր չի, որ մարդը սովորի մի բան, ինչը իր կարծիքով ինքը արդեն գիտի։ Հասկանում եք։ Էսի մեր ընդդիմության մասին է։ Հնարավոր չի դուք սովորեք մի բան, ինչը որ ձեր կարծիքով դուք արդեն գիտեք, որովհետև մենք կարանք 7 տարի մնանք նույն դասարանում, բայց հետո փոխադրվենք 8-րդ դասարան։ Դուք մշտապես առաջին դասարանում եք, որովհետև ես մի առիթով ասել եմ, դուք ի սկզբանե կատարյալ եք։ Դուք ի սկզբանե կատարյալ եք, հասկանում եք, այն Ժիգուլիի պատմությունը, որից դուք շատ նեղվում եք։ Որովհետև ի սկզբանե կատարյալ եք, դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց որ չունի կատարելագործվելու տեղ Ժիգուլին։ Ժիգուլին չունի կատարելագործվելու տեղ։ Մերսեդեսը ունի կատարելագործվելու տեղ եւ Մերսեդեսի պատմությունը դրա մասին է, հասկանում եք։ Եվ հենց, չգիտեմ, այս կատարելագործման, ադապտացիայի սեփական սխալներին նայելու ինքնահայեցման քաղաքականությունն է, որ մեզ այսօր կարողացել է բերել գոյատևման էգզիստենցիալ ճգնաժամերի օրակարգից հանել եւ դնել զարգացման օրակարգերի վրա։ Եվ այո, մենք ապաշրջափակվելու ենք, բայց մենք ապաշրջափակվելու ենք նախ եւ առաջ նրա համար, սահմաններով ապաշրջափակվելու ենք, որովհետեւ նախ եւ առաջ գաղափարապես ենք ապաշրջափակվել։ Եվ այդ ապաշրջափակման պրոբլեմատիկան ամենամեծը կախված է հիմա ընդդիմության գլխին, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ այդ պահից սկսած Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալու այն ռելսերից, որին վրա իրենք դրել են, եւ գնալու է զարգացման ռելսերով, գնալու է ծաղկելու ռելսերով եւ գնալու է տնտեսական բարգավաճման ռելսերով, եւ ես վստահ եմ, որ կառավարության այս ծրագիրը միտված է լինելու այս քաղաքականության իրագործմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի տեղակալներ, հարգելի գործընկերներ։ Կառավարության ծրագրին հավանության տալու հարցի քննարկման ընթացքում լսելով հարց ու պատասխանը կարելի է մի բավականին հետաքրքիր եզրակացության գալ։ Այս ծրագիրը ընդհանուր առմամբ այնքան էլ հետաքրքիր չէր մեր ընդդիմադիր գործընկերներին։ Այստեղ տեղ գտած կետերի, դրանց իրականացման մեխանիզմների, ակնկալվող արդյունքների քննարկումը կարծես թե հետաքրքրության շրջանակների մեջ չէր մտնում մեր գործընկերների, որովհետև Հայաստան դաշինքը շարունակում է իր դեգերումները նույն տեղում, իսկ ուժեղ Հայաստան խմբակցությունը դեռևս փորձում է իրեն գտնել ընդդիմության ներկապնակում։ Սակայն դեռևս ապարդյուն, որովհետև մի սովորական անուն նրանց հավասարակշռությունից հանում է։ Եթե օրինակ նեղացկոտ ուժեղներն այստեղ լինեին, ես մի այսպիսի բան կանեի, մի անուն կտայի, նրանք սկսեին խփել սեղանին եւ կլիներ այն ինչ եղավ։ Եվ այս միտքը ինձ նաեւ հուշում է, որ այս
պրոցեսը նրանց ուղարկվել է Մաշան եւ Աչը մուլտֆիլմի սցենարիստների կողմից, որովհետեւ այդ մուլտֆիլմի մեջ են անընդհատ խփում սեղանին։ Այս մեթոդիչկան Կտրիժ Նեցիսյանի մասով կարծես թե նրանք ուղարկած լինեն, սակայն այստեղ չեն մեր գործընկերները, բայց վստահ եմ հանձնաժողովի նախագահ առաջադրելու համար շատ արագ կգան եւ իրենց հասանելիք քվոտան կօգտագործեն։ Այստեղ վարչապետը խոսեց կառավարության 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենիշային արդյունքների մասին եւ նշեց, որ դրանցից մեկը 125,000 նոր աշխատատեղերի ստեղծումն է։ Եվ ինչ ենք կարծում, 300,000 աշխատատեղի նախընտրական խոստում տված ընդդիմադիր ուժը որևէ առաջարկություն արեց, որևէ լուրջ քննարկում սկսեց, ոչինչ չհնչեցրեց։ Նույնիսկ չասաց, ինչու 125,000 աշխատատեղ, մենք 300,000-ի ակնկալիք ունեինք, մենք այդպես էինք պլանավորել, որովհետև իրենց խոստացած 300,000 աշխատատեղերը նույնքան դատարկ են, որքան իրենց 300,000 ադրբեջանցիների մասին շրջանառած պատմությունները։ Վարչապետը նաև խոսեց բանակի մասին, խոսեցինք բարեփոխումների մասին, քանի ընդդիմադիր պատգամավոր քննարկում սկսեց վարչապետի հետ բանակի մասին, խնդիրների մասին, նորարարությունների մասին, 0։ Իսկ դրա փոխարեն Գեղամ Մանուկյանն եկավ այստեղից սկսեց դիֆերանբներ ձոնել Սեյրան Օհանյանի վերաբերյալ, կարծես մինչ մեծ զորավարի մասին էր խոսում, սակայն հիշում ենք, որ Սեյրան Օհանյանի վերջի ռազմական գործողությունը այստեղ նստած շիշը նետելն էր ազգային ժողովի պատգամավորի վրա։ Սա էր նրանց պատկերացած փառքն էր։ Հարգելի գործընկերներ, այս փաստաթուղթը կանխորոշում է այն ուղին, այն նպատակները եւ առաջնահերթությունները, որոնք առաջիկա տարիներին լինելու են մեր կառավարության աշխատանքի հիմքում։ Եվ որքանով էլ ընդդիմադիրները ընդվզեն, օրինակ հայ առաքելական սուրբ եկեղեցու պետի կամ նրա տնօրենի անունը տալու կամ չտալու շուրջ իրողությունները դրանից չեն փոխվելու։ Իրողությունները չեն փոխվելու սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներում։ Այն շարունակվելու է։ Չի փոխվելու մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, որքան էլ նրանք փորձեն անընդհատ նույն թեման վերադարձնել քաղաքական օրակարգ։ Չեն կարողանալու ազդեցություն ունենալ մեր դաշնակիցների եւ մեր հարևանների հետ հարաբերությունների վրա, որքան էլ ջանան։ Նրանց երազած Հայաստանի Հանրապետությունն այնն է, որը ըստ Կտրիժ Նեցիսյանի ծննդյան օրը շնորհավորած մի նախագահի ոչ ոքի պետք չէ։ Եվ այդ պատճառով էլ մեր ընդդիմադիր գործընկերները չեն նկատում, օրինակ, եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը եւ Հայաստանում նրանց կատարած ահռելի աշխատանքը։ Չեն նկատել եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովը։ Շարունակում են չնկատել COP17-ի անցկացումը Հայաստանում, որը խոշորագույն համաշխարհային դիվանագիտական եւ իմիջային միջոցառումներից է, եւ փաստացի Հայաստանը վերածում է միջազգային բնապահպանական երկխոսության կարևորագույն հարթակին։ Այս ամենը չնկատելով նրանց միայն հետաքրքրում է պայմանագրային պարտավորությունները չկատարած ՀԱՊԿ-ի եւ Հայաստանի հարաբերությունների թեման։ Եվ գիտեք այս ամենը ինչի է, որովհետեւ սրանք նարատիվներ են։ Նարատիվներ, որոնք պարտադրվել են եւ որոնցից նրանք այլևս չեն կարողանում ձերբազատվել։ Օրինակ, անընդհատ խոսվում է SMS-ով աշխատանքից ազատվելու մասին։ Ով չալարեց խոսեց այդ մասին, արդեն քանի երկար ժամանակ խոսում են։ Տարբեր սահմռկեցուցիչ երանգներ հաղորդելով այդ խոսքերին, ներկայացնելով որպես պետական կառավարման մի արտարոց երևույթ։ Բայց եկեք հանգստանանք եւ իրականությանը ավելի պարզ նայենք։ Մարդուն կամ մարդկանց ասվել է դիմում գրել։ Դա կարող էր ասվել պաշտոնական գրությամբ, կարող էր ասվել կիսապաշտոնական գրությամբ, ինչ որ նամակով, հեռախոսազանգով, միջնորդավորված զանգով եւ այլն։ Սակայն ես կարծում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերներին պետք էր մի թատերական ձևակերպում։ Օրինակ, մունետիկները, տիշեփորները գային, հանրապետության հրապարակում հնչեցնեին, այդտեղ ամենաբոյով, բարեկազմը կանգներ ինչ-որ մի մեծ քարի վրա մագաղաթից վերցներ, կարդար եւ բոլորը հասկանային ինչի մասին է խոսքը։ Բայց արդյունքը միևնույնն է, նույնն էր։ Եվ նորից վերադառնալ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում այս թեմային, որոնք իրենք ուռճացրել, դարձրել են մի ծանր քար, դրել են իրենց ուսերին եւ չեն կարողանում իջեցնել, լուրջ չէ, քաղաքական խնդիր չէ։ Իրենք հարգելի գործընկերներ, դուրս եկեք ձեր պատրաստած թակարդներից։ Ինչ վերաբերվում է սահմանադրությանը, Տիկին Աննա Գրիգորյանն էստեղ չի ափսոս, սակայն կարծում եմ կլսի։ Ասում է, դուք ասում էիք Սերժ Սարգսյանի հագով կարված սահմանադրությունը լավը չէ, ասում ենք դեռևս շատ վաղուց։ Հիմա հետաքրքիր է ինչպես ստացվեց, որ սահմանադրության փոփոխությունը դարձավ ադրբեջանական հրահանգով իրականացվող գործընթաց։
Եվ ինչու է անընդհատ ինչ որ բան խոսելիս սարսափելի երանգներ հաղորդելու համար օգտագործվում Ադրբեջան, ադրբեջանական, թուրք-ադրբեջանական տանդեմը։ Սրանք ախր սիրելի գործընկերներ, ձեր վախերը չեն։ Դա ձեզ պարտադրված խոսույթներ են։ Խոսույթ, որի նպատակն է խաղաղության գործընթացը ստվերել, ցանկացած քննարկում ներկայացնել որպեսզի ուժերի գերլարման, պատերազմի եւ ազգային գոյաբանական վտանգի հերթական պատմություն։ Սամվել Կարապետյանի սիրելի 300,000 ադրբեջանցիներն էլ այստեղ վկա։ Քաղաքականությունը ի վերջո այստեղ նարատիվների մցակցություն չէ։ Կառավարության ծրագրի քննարկումը անցյալի հերոսների, սեփական վախերի կամ սեփական իսկ ստեղծած քաղաքական թակարդների վերարտադրության վայրը չէ։ Այս ծրագիրը պետք է քննարկել եւ քննադատել։ Եվ ես կարծում եմ, որ ընդդիմության պարտականությունն է քննադատել այն։ Կարելի է հարցնել, պարոն վարչապետ, ինչու 125,000 աշխատատեղ եւ ոչ ավելի։ Կարելի է քննարկել բարեփոխումների արդյունավետությունը, կարելի է խոսել արտաքին քաղաքականության մասին, կարելի է հարցեր բարձրացնել տնտեսության, սոցիալական քաղաքականության, կրթության, առողջապահության մասին։ Բայց դրա համար պետք է կարդալ ծրագիրը, ոչ թե մեթոդիկաներ, պետք է հարցեր ունենալ, ոչ թե նարատիվներ, պետք է առաջարկներ ունենալ, ոչ թե վախեր։ Եվ ամենակարևորը պետք է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունը վաղուց արդեն այն Հայաստանը չէ, որը դուք փորձում եք նկարագրել ձեր քաղաքական ելույթներում։ Հայաստանը շարունակում է փոխվել։ Փոխվում է տնտեսությունը, փոխվում է բանակը, փոխվում է արտաքին քաղաքականության տրամաբանությունը, փոխվում են մեր հարաբերությունները հարևանների եւ միջազգային գործընկերների հետ։ Դուք կարող եք ընդդիմադիր գործընկերներ համաձայն չլինել այս փոփոխությունների հետ։ Կարող եք քննադատել, կարող եք ինչ-որ փորձեր անել դրանք ինչ-որ կերպ կանգնեցնել, բայց մի բան, որ ձեզ մոտ երբեք չի ստացվելու, ձևացնել, թե դրանք տեղի չեն ունեցել, դա չի կարող տեղի ունենալ, որովհետև Հայաստանի Հանրապետության ապագան վաղուց չի որոշվում ձեր նարատիվներով եւ ձեր մեթոդիկաներով։ Այն որոշվում է այն աշխատանքով, այն որոշումներով եւ այն արդյունքներով, որոնք մենք այսօր դնում ենք այս ծրագրի հիմքում։ Հետևաբար ես կոչ եմ անում կողմ քվեարկել կառավարության ծրագրին, այս կարևորագույն փաստաթղթին եւ առաջիկա 5 տարիներին շարժվել այս ուղենիշային փաստաթղթով։ Իսկ մեր գործընկերներին մաղթում եմ, որ վերադառնան այստեղ եւ փորձեն իրենց աշխատանքը կազմակերպել այնպես, որպեսզի չստացվի, որ իրենց երբ պետք է այստեղ են լինում եւ երբ պետք չէ այստեղ չեն լինում։ Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, քննարկում ենք 26-31 թվականների կառավարության ծրագիրը։ Ես կարծում եմ, որ այն բավականին համապարփակ եւ կոնկրետ գաղափարախոսության եւ գաղափարների վրա հիմնված փաստաթուղթ է։ Մենք այս փաստաթղթին բավական երկար ենք եկել 8 տարիների ընթացքում։ Այսպիսի գաղափարախոսության, այսպիսի ձևակերպված փաստաթղթի, նաեւ նախընտրական մեր ծրագրի անհրաժեշտությունը տեսել ենք, բայց այն որպես ամբողջություն 8 տարիների ընթացքում է դարձել։ Մենք այդ անհրաժեշտությունը տեսել ենք ինտուիտիվ եւ որոշումները կայացրել ենք ինտուիտիվ։ Երբեմն չեն եղել ինտուիտիվ, առանձին բաղադրիչներ են եղել այս ծրագրի, բայց այն ամբողջացել է հիմա։ Օրինակ, ես հիշում եմ, որ նաեւ նախորդ տասնամյակների ընթացքում 4 հանրապետության մասին շատ է խոսվել, որովհետև այնպես ինչպես մենք էինք ապականել նախորդ տասնամյակներին քաղաքական դաշտը, չէր եղել այդպես եւ նոր ֆորմացիայի եւ հարաբերությունների նոր կարգավորման, հարաբերությունների նոր ձևավորման անհրաժեշտություններ անընդհատ առաջանում։ Ես հիշում եմ 2008 թվականին համաժողովրդական շարժման ժամանակ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր առաջադրվել, կայքում կար sense մի պատուհան, որտեղ ասում էին առաջարկում էր, որպեսզի կարգախոսներ առաջարկեի հանրությունը, նաև համակիրները, եւ ես առաջարկել էի դեպի 4-րդ հանրապետություն։
Այն ժամանակ ես էլ էի ինտուիտիվ զգում դրա անհրաժեշտությունը, կարողա չէի կարողանում ձևակերպել, բայց տեսնում էի դրա անհրաժեշտությունը եւ ինձ ասեցին, չէ, սա կմերժվի, որովհետեւ այս շարժման մեջ հիմնականում երրորդ հանրապետության հիմնադիր հայրերն են եւ իրենք չեն ուզի արձանագրել, որ ըստ էության երրորդ հանրապետությունը կամ ձախողել են կամ ամեն ինչ սխալ է գնացել եւ այդ կարգախոսը չեն վերցնի եւ քանի որ այն համապարփակ է եւ շատ ռեալ գաղափարախոսություն է մեր քաղաքական դաշտում, մեր քաղաքական հակառակորդներն էլ պետք է կամ ընդունեն այս գաղափարախոսությունը եւ ըստ այդ տրամաբանության ձևավորեն իրենց քաղաքականությունները այդ տրամաբանության մեջ առաջարկեն այլ ընտրանքներ կամ շարունակեն մնան դաշնակցական։ Եվ այս օրերի քննարկումները ցույց են տալիս, որ մեր գործընկերները այստեղի մնացել են այդ տրամաբանության մեջ։ Դե դաշնակցության հետ կապված ամեն ինչ պարզ է։ Մենք 20 օրերի ընթացքում մեր հորդորներով, ելույթներով անդադ ուժեղ Հայաստանին ասում ենք դուք էլ եք ժողովրդի իշխանություն է ձևավորել, իշխանություն եւ ընդդիմություն, դուք էլ եք իշխանության մի մաս եւ պետք է այդ տրամաբանության մեջ գործենք, իրենք փորձում էին այտենց տեղավորվել այդ տրամաբանության մեջ, բայց ինչ եղավ երեք։ Նույն այս ծրագրին հակազդելու տրամաբանության մեջ Տիգրանաշենի հարցի քննարկման ժամանակ ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանը ելի ընկավ դաշնակցական տրամաբանության մեջ, ինքը իրեն 20 օր պահել էր այդ տրամաբանության մեջ չընկնելու համար, բայց ընկավ, ինչու ընկավ, որովհետև ինքը երկու ելք ունի, կամ ասելու, որ այս գաղափարախոսությունը ճիշտ է եւ արտացոլում է մեր ժողովրդի պահանջները, կամ դրան հակազդել դաշնակցական տրամաբանությամբ եւ ասեց, սիրելի Տիգրանաշենցիներ, մենք ձեր տների համար միավորվեք, մենք կռիվ ենք տալու եւ պատերազմ ենք տալու։ Այս է ամբողջ տրամաբանություն կամ 4 հանրապետության գաղափարին հակազդում են, ասում են, այդ ոնց է քաշում, որ իրավական ակտով եք հռչակում 4 հանրապետությունը, բայց մի դեպք հիշեցի, այսինքն ինձ հիշեցրեցին, երբ որ Արմեն Սարգսյանի տեխնացությունն էր ստեղ քննարկում 2018 թվականի մարտին կարծեմ, դաշնակցական Արմեն Ռուստամյանը գալիս է այս ամբիոնի մոտ, եթե ցանկանում եք այդ տեսանյութը կուղարկեմ, ինքը ասում է մենք այստեղ ընտրում ենք ոչ թե 3-րդ հանրապետության 4-րդ նախագահին, այլ մենք ընտրում ենք 4-րդ հանրապետության առաջին նախագահին։ Եվ Էդգար Ղազարյանը, որ այդ ժամանակ դեսպան էր, այն ժամանակ չէր ասում բան, ես հետ եմ գալիս Լեհաստանից, վայր եմ դնում կուսակցական տոնսս եւ քննադատում եմ սա, թե դուք ինչ իրավունք ունեք խոսելու այս տրամաբանության մեջ եւ առհասարակ հոգնեցնում է նաեւ այդ տարածքի հետ կապված վեճերը, որոնք այստեղ կան։ Պարոն Խանդանյանը կարծեմ այստեղ խոսեց, մեզ հակազդում են, ասում են, որտեղից դուք ասեցիք 29800 քառակուսի կիլոմետր, Արտուր Խաչատրյանն էր կարծեմ այստեղ խոսում, հետո ասում է, ասեցիք 29743 կիլոմետր, այդ 57 քառակուսի կիլոմետրը ում ծախեցիք, Ալիևին ծախեցիք, եւ ինձ մի օգտատեր Facebook-ով ուղարկում է 1999 թվականին, թիվը հիշեք 99-ը, երբ որ իրենք դաշնակցական նախարար ունեին, կրթության նախարարությունը, մի դասագիրք, Հայաստանի աշխարհագրություն, պրոֆեսոր Վալեսյանի խմբագրությամբ, որտեղ Հայաստանի տարածքը գրված է 29740 քառակուսի կիլոմետր։ Եվ Արտուր Խաչատրյանի տրամաբանությամբ պետք է ասենք, այ դուք դաշնակցականներդ այդ ում եք ծախել այդ 3 քառակուսի կիլոմետրը, որ գրել է 29740 կիլոմետր։ Ես կարծում եմ, որ մեր ընդդիմությունը իրոք պետք է կամ համակերպվի այն իրողությունների հետ, որ մեր ժողովուրդն է թելադրում, այն մանդատի հետ, որը տվել է ժողովուրդը իրական Հայաստանի գաղափարախոսությունը իրականացնելու, կամ մղվելու է վերջնական
քաղաքական լուսանցք եւ այնտեղից դուրս չգա։ Այստեղ խոսվեց նաեւ վարչապետի ելույթում նշեց հարևան պետությունների նկատմամբ տարածքային նկրտումների հետ կապված։ Եթե մենք նույնիսկ մի պետության նկատմամբ ունենանք այդպիսի նկրտումներ, դա միավորելի է մյուս 4 պետություններ եւ սա քաղաքագիտական եւ պատմական աքսիոմ է։ Եկեք մի հատ գնանք մերձավոր արևելք, 4 պետություն կա հարևան այնտեղ՝ Իրան, Թուրքիա, Սիրիա եւ Իրաք։ Այս պետությունները պատմականորեն մեծագույն խնդիրներ ունեն մեկը մյուսի հետ։ Բայց մի հատ գործոն կար, որ այս պետություններին սենց կոճակով միավորում էր, քրդական հարցներ։ Հենց քրդերը սկսում էին խոսել անկախության մասին, այս 4 պետությունները մոռանում էին իրենց խնդիրների մասին եւ միավորվում այդ խնդրի շուրջ։ Նույնն էլ դա աքսիոմ է, հասկանում եք, աշխարհի որ ծայրում էլ լինի, եթե կա նման խնդրեմ, որը կարող է միավորել այդ երկրներին, դու քո դեմ մեծ կոալիցիաներ ես ստեղծում, եւ ես կարծում եմ, որ մենք սա պետք է մեր գաղափարախոսությունը առաջ տանենք, հա, իդեպ իջա դաշնակցությունը սենց կռիվ տալիս, որովհետեւ իրական Հայաստանով այդ դաշնակցական ամբողջ գաղափարախոսությունը փլուզվում է, նաեւ իրենք չեն կարողանալու իրենց ծրագրերը իրականացնել։ Մենք շատ հաճախ խոսել ենք 004 այդ շրջաբերականի մասին, բայց ես ձեզ ուզում եմ ասել, ինձ էլ երեք էլի այս խոսակցությունների արդյունքում մեր բարեկամ օգտատերերից հուշեցին, որ 2025 թվականին դաշնակցությունը եւս մի փաստաթուղթ է ընդունվել, որով վերահաստատել է իրենց ծրագրերը 160,000 քառակուսի կիլոմետր Հայաստան ունենալու եւ Ղարաբաղը վերանվաճելու ուղղությամբ։ Այս փաստաթուղթը ենթադրում եմ, որ ինչ որ տեղից դուրս կգա, բայց ամբողջ իրենց գործելավոճը եւ տրամաբանությունը այս սրա վրա է հենվում եւ մենք պետք է շարունակենք այս ծրագիրը։ Իրականում ծրագիրը շատ լավն է, բայց դրա համար անհրաժեշտ են օրենքներ, դրա համար անհրաժեշտ են կարգեր եւ ազգային ժողովը կառավարության հետ միասին պետք է արագ դրանք ընդունի, որովհետեւ բարդ բարեփոխումները եւ բարդ փոփոխությունները անհրաժեշտ է անել ընտրություններից հետո կարճ ժամանակահատվածում եւ հաջողություն եմ մաղթում նաեւ կառավարության եւ գործադիրին ծրագիրը իրականացնելու շնորհակալ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Քննարկում ենք 2026-2031 թվականների Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը եւ հաշվի առնելով վերջին 5 տարիների կառավարության գործունեության արդյունքում արձանագրված տպավորիչ ցուցանիշները մի ժամանակահատված, որը օբյեկտիվորեն լի էր տարատեսակ ճգնաժամային դրվագներով, թույլ տվեք կանխատեսել, որ մեր քննարկմանը այսօր ներկայացված ծրագիրը օբյեկտիվորեն կարծում եմ ամբիցիոզ ծրագիրը կիրականացվի լավագույնս եւ հաճախ կամ որոշ դրվագներով կարծում եմ նաեւ կգերակատարվի։ Եվ կարծում եմ, որ կառավարությունը պետք է վստահ լինի, որ իդեմս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ունի վստահելի քաղաքական հենարան եւ վստահելի գործընկեր այս ծրագիրը իրականացնելու համար։ Հարգելի գործընկերներ, եթե նկատեցիք, ես բնութագրեցի այս ծրագիրը որպես հավակնոտ եւ չնայած սրան երեկվա հարցուպատասխանի ժամանակ մեր ընդդիմության գործընկերներից ոմանք փորձեցին այն նսեմացնել բնութագրելով որպես համեստ կամ անհավակնոտ, հղում անելով կառավարության ծրագրում տեղ գտած տնտեսական ցուցանիշներից մեկին, մասնավորապես գալիք 5 տարիների տնտեսական աճի կանխատեսման թվին, որը 6% է ըստ կառավարության, եւ
հիմնավորումը, թե ինչու է սա համեստ ցուցանիշ, հիմնավորման հիմքում ըստ էության նախորդ 5 տարիների կառավարության ծրագրում արձանագրված 7%-ի տնտեսական աճի շեմներ եւ այստեղ այդ 1%-ի տարբերությունը ըստ էության մեր գործընկերներին հիմք է տալիս կարծելու, որ սա համեստ կամ անհավակնոտ ծրագիր է։ Ընդհանրապես մեր գործընկերները, մասնավորապես ուժեղ Հայաստան դաշինքի գործընկերները սիրում են թվերը կոնտեքստից կտրված ներկայացնել եւ ասել, ահա, եւ բնութագրումներ կամ տարբեր բնորոշումներ հաղորդել այդ թվերին եւ այս պարագայում եւս կուզեմ մի ցուցանիշ ներկայացնել մեր հանրությանը, որպեսզի հասկանանք, թե ինչ է այդ 6%-ը ըստ էության։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Համաշխարհային բանկի կողմից գալիք 5 տարիների տնտեսական աճի, համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը կազմում է 3%։ Եվ կարծում եմ այս ցուցանիշները իրար հետ համեմատելով, մասնավորապես 6 եւ 3%-ները կարելի է արձանագրել, որ կառավարությունը իրականում բավականին հավակնոտ ծրագիր է ներկայացնել, ըստ էության արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետությունը 2 անգամ ավելի արագ է զարգանալու իր տնտեսությամբ, քան մնացյալ աշխարհը։ Եվ կարծում եմ այսքանով կարելի է հավակնոտության թեման փակել այս ծրագրի մեկընդմիշտ։ Հարգելի գործընկերներ, ցավոք երեկվա հարցուպատասխանից հետո կարելի է արձանագրել, որ մեր ընդդիմությունն այնուամենայնիվ այն որակի չի, ինչը մենք կարող էինք մտածել նախքան երեկվա հարցուպատասխանը, ինչու, որովհետև կարծում եմ ընդհանրապես ընդդիմության շրջանում հետևողականության եւ ինքնահայեցողության ճգնաժամ կա, որը արտահայտվում է մեզ ուղղված քննադատության խորը հակասություններով։ Այսպես, օրինակ, երեք Հայաստան խմբակցության ղեկավար Տիկին Գրիգորյանը հարցուպատասխանի ժամանակ ասում է. «Այո, իդեալական չի եղել մեր պետությունը նախքան հեղափոխությունը։ Իդեալական չեն եղել նույնիսկ հանրաքվեները, բայց երբևէ Ադրբեջանի սահմանադրությունը չի հրամսվել մեր հանրությանը»։ Եկեք փորձենք բացել այս միտքը կամ թարգմանել, եթե կուզեք, ինչ էր ուզում ասել Տիկին Գրիգորյանը։ Տիկին Գրիգորյանը ասում է, ուղիղ բառացի ասում է, այո, իդեալական չի եղել մեր պետությունը նախքան հեղափոխությունը, իդեալական չեն եղել հանրաքվեները, այսինքն կեղծվել են, բայց դե կեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, մեր Ռոբերտ Քոչարյանի, մեր Սերժ Սարգսյանի կողմից։ Եվ այս абսուրդային միտքը շարունակելով նա կոչում է այս սահմանադրությունը նոր Ալիևյան։ Հարգելի գործընկերներ, եկեք հասկանանք ինչի է սահմանադրությունը Ալիևյան։ Ըստ էության բովանդակային առումով խոսքը գնում է միայն անկախության հռչակագրին հղման մասին կամ դրա բացակայության, որն ըստ էության առիթ է հանդիսանում այս նոր մեր քննարկմանը ներկայացվելիք սահմանադրությունը կոչել Ալիևյան։ Բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ իրականում սրանով Տիկին Գրիգորյանը չի մեղադրում կամ վիրավորում մեզ կամ գործող իշխանություններին, նա առաջի հերթին վիրավորում կամ քննադատում է, եթե կուզեք, մեր ժողովրդին, ինչու, որովհետև ըստ էության ինչի մասին է անկախության հռչակագիրը։ Ղարաբաղյան շարժումը շարունակելու կամ չշարունակելու մասին։ Մի թեմա, որի մասին բազմաթիվ անգամ երկրի ղեկավարը խոսել է, այդ թվում այս ամբիոնից արձանագրելով, որ չի պատրաստվում շարունակել Ղարաբաղյան շարժումը։ Դրանից հետո կոչ է արել ժողովրդին, որպեսզի անհամաձայնության պարագայում ժողովուրդը դուրս գա եւ անի հեղափոխություն։ Դրանից հետո եղել են համապետական հերթական ընտրություններ եւ ժողովուրդը իր ընտրությունը եւ որոշումը կայացրել է այդ թվում այս հարցի վերաբերյալ։ Ըստ այդմ պետք է արձանագրել, որ Տիկին Գրիգորյանը այս բնորոշումներով եւ պիտակավորումներով առաջին հերթին վիրավորում է մեր ժողովրդին։ Շարունակելով ընդդիմության կողմից մեզ ուղղված քննադատության հակասությունների թեման ուզում եմ խոսել նաև Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարի երեկվա հարցուպատասխանի ժամանակ հնչած մտքերին։ Նախ հիշեցնենք, որ նա արձանագրեց վրթովված ընդ որում արձանագրեց, որ Իլհամ Ալիևի եւ երկրի վարչապետի խոսույթների մեջ կա տարբերություն, մի բան, որը երեք եւս արձանագրվեց, որ նորություն էր, բայց հետո ասում է Ալիևը մտնում է մեր երկրի գործերի մեջ։
Հավանաբար չնկատելով, որ եթե նույնիսկ նման բան կա, ապա նա մտնում է մեր գործերի մեջ իր եւ իր գործընկերների շուրթերով։ Հաջորդը ասում է, կոչ է անում, բանը դիմում է Բագրատաշենցիներին, ասում է դուք հունիսի 7-ին ավելի շատ ձայն եք տվել ՔՊ-ին, քան մեզ։ Այդ Տիգրանաշենցիներին կների։ Ասում է դուք հունիսի 7-ին ավելի շատ ձայն եք տվել ՔՊ-ին, քան մեզ։ Սա եւս նորություն է, հարգելի գործընկերներ, որովհետեւ եթե հիշում եք, վերջին օրերին ընդդիմությունը ասում է, որ դուք ձայն չեք ստացել, դուք կեղծել եք ընտրությունները, պարզվում է, որ այնուամենայնիվ Տիգրանաշենում մենք չենք կեղծել ընտրությունները եւ քաղաքացիները մեզ են ձայն տվել առնվազն ավել, քան իրանց։ Տիկին Ղարամանյանը ասում է, հապկին մենք ինքներս էլ հարցեր ունենք։ Այս թեմային առիթ ունեցել եմ անդրադառնալ հարգելի գործընկերներ, բայց քանի որ կրկնվում է անընդհատ, ուզում եմ հասկանալ, այդ ինչ հարցեր դուք ունեք հապկին, որը մեզ չեք կարողանում ուղղել, կամ այդ ինչ հարցեր կան, որոնց մենք չենք անդրադարձել, որոնց պատասխանը մեզնից չեք լսել, կամ նույնիսկ եթե չեք լսել, կարծում եմ հիմա մանավանդ ֆրակցիա ունեք, կարող եք գրավոր դիմել կառավարությանը կամ պատկան մարմիններին եւ այդ հարցերի պատասխանը ստանալ։ Ինչու է որ դուք ուզում եք այդ հարցերը ուղղել հենց հապկին։ Միթե հապկը ավելի վստահելի գործընկեր է ձեր համար։ Իսկ միթե կարող է պատահի, որ հապկի հետ եք դուք պայմանավորել ընդհանրապես այս ձեր հապկի հետ կապված ձեր դիրքորոշումը։ Եվ շարունակելով այս թեման, իդեպ պարոն Թունյանը ասեց, որ հավանաբար մեր ընդդիմության գործընկերներին իրենց տեքստերը եւ հարցերը գրած տալիս են։ Ես կիսում եմ այս դիրքորոշումը, պարոն Թունյան, որովհետեւ եթե նկատել եք ընդհանրապես բովանդակությունը թե հարցերի, թե արձագանքների, թե ընդհանրապես խոսույթի ամբողջությամբ կոնտեքստից կտրված է այս քննարկումների։ Այսինքն մենք լսում ենք վարչապետի կողմից պաշտպանության ոլորտին վերաբերող կառավարության ծրագրի մի ամբողջ հատված, որից հետո Տիկին Ղարամանյանը ասում է դուք արդյոք պատրաստվում եք միանաք ՆԱՏՕ-ին եւ հանձնեք զենքերը եւ դառնաք հանձնվեք Ադրբեջանին եւ Թուրքիային։ Այսինքն այս նախապես գրված տեքստերը քննարկման ենթակա չեն եւ վերջում հարգելի գործընկերներ, այս կտրիչ ներսիսյան սագան ավարտելու համար ուզում եմ ասել հետևյալը։ Իրականում այստեղ եւս որևէ բովանդակություն չկա, որովհետեւ չկա տրամաբանություն նրա մեջ, երբ մի մարդու հասցեին ամենասուր եւ նույնիսկ որոշ դեպքերում վիրավորական քննադատությունն է հնչում, այդ թվում սրբապղծության տեսքով, այդ թվում կուսակրոնության ուխտը խախտելու տեսքով, այդ թվում այլ երկրի գործակալ լինելու տեսքով, ուտեղ լռություն է, որևէ ակցիա չի հետևում դրան, հենց ասում ես կրտիչ ներսիսյան սկսում են բանանել։ Սա հարգելի գործընկերներ լուրջ չի եւ խոսում են, որ բովանդակություն չկա, առհասարակ եւ վերջում եւս 10 վայրկյան մեր գործընկերներին ուզում եմ հիշեցնել, որ որևէ պայմանավորվածություն մենք ի սկզբանե չենք ունեցել, որ պիտի դադարվի ասել կտրիչ ներսիսյան, ինչպես որ իրենք չեն դադարում ասել վեհապար։ Հետեւաբար, եթե այս պարագայում պետք է լքեն դահլիճը ամեն անգամ, ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի առհասարակ չվերադառնան։ Շնորհակալություն։